Բարև ձեզ սիրելի հետևորդներ։ Այսօր որոշել եմ անդրադառնալ մի թեմայի, որի դետալների տիրապետումը կարծում եմ օգտակար կլինի։ Ցավոք սրտի մեր իրականության մեջ քիչ չեն այն դեպքերը, երբ տեղի են ունենում ճանապարհատրանսպորտային կամ նաև այլ տիպի պատահարներ, որոնց արդյունքում վնաս է հասցվում անձանց կյանքին կամ առողջությանը։ Եվ այստեղ շատ կարևոր է իմանալ, որ բացի քրեական օրենսգրքով նախատեսված պատժիժը վրա հասնելուց, կա նաև քաղաքացիաիրավական պատասխանատվություն, այսինքն անձանց կողմից պատճառված վնասի հատուցում։ Եթե ուրեմն մահ է պատճառվել անձին, ապա նրա խնամքի ներքո գտնվող անձինք կերակրողի մահվան հետևանքով առաջացած վնասի հատուցման ուրեմն իրավունք ունեն, թե նրանք ովքեր են եւ մինչեւ երբ կարող են նման ուրեմն հատուցում պահանջել, կարող է գրել մեկնաբանություններում։ Այլ հարց է առողջությանը պատճառված վնասի հետ կապված դեպքերը, երբ անձը իրավունք ունի պահանջել, որ իրեն հատուցվի այն աշխատավարձը կամ եկամուտը, որ ինքը պետք է ստանար, ինչպես նաև բուժման ծախսերը, եթե անհրաժեշտ է պրոթեզավորման եւ այլ նմանատիպ ծախսեր։ Այս տեսանկյունից կա մի կարևոր դետալ, որին անհրաժեշտ է, որ հասարակությունը եւ անձինք տիրապետեն, բանն այն է, որ երբ հարուցվում է քրեական գործ, հաճախ նախնական լսումների ժամանակ հարուցվում է նաև գույքային ուրեմն վնասի հատուցման հայցը եւ այստեղ կարեւոր է, որպեսզի անձը ինչ-ինչ պատճառներից ելնելով այդ հայցից չհրաժարվի քրեական գործի քննության ընթացքում, այլապես հետո քաղաքացիաիրավական կարգով չի կարողանա կրկին հայց հարուցել եւ այդ վնասը պահանջել։ Եվ երկրորդ կարեւոր է, որպեսզի դատարանին վնասի չափը համոզելու եւ ապացուցելու համար սկզբնական փուլում երբ կլինեն բժշկական զննությունը եւ այլ ուրեմն այսպես ստուգումները, այդ փաստաթղթերը, այդ անհրաժեշտ ստուգումների ապացույցները անձը հավաքի։ Օրինակ, անձը, չգիտեմ, բան որ է, բժիշկ է, երաժիշտ է եւ նրա ձեռքին պատճառվել է այնպիսի վնաս, որ վթարի արդյունքում, որ անձը օրինակ 1 տարի չի կարողանալու իր գործով զբաղվել։ Այս դեպքում այդ 1 տարվա ընթացքում օրինակ վնաս պատճառողը պետք է հատուցի համապատասխան ծախսերը։ Եղեք տեղեկացված։